Ուրեմն սիրելիներ, այսօրվա մեր պատգամին նյութն է եկեղեցվո դիմետ յոսուհիները գնոջ թերը Քրիստոսի եկեղեցվո մեջ։ Խոսքը գուկամեզի առաջին Դիմեթիոսի երկրորդ գլխուն առաջին 15 համարները, որ գնդկրգե բոլոր գլուխը։ Արդ գաղաչեմ ամեն բանը առաջ աղոտ կնել, խնդրել, աղաչել, կոհություն մատուցանել բոլոր մարդոց համար, մանավանդ թագավորներուն եւ իշխաններուն համար, որբեսի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք գադարյալ աստվածպաշտությունով ու բարգեշտությունով։ Վասնզի այն է աղեգը ու ընդունելին մեր փրկիչ Աստուծոյն առջև։ Աստված գուզե, որ բոլոր մարդիկը փրկվին ու ճշմարտությունը ճանչնան։ Քանզի մեկ Աստված կա ու մեկ միջնորդ Աստուծո ու մարդոց մեջտեղ Հիսուս Քրիստոս մարդը, որ իրանցը ամենուն դեղ փրկանք տվավ իր ադենին վկայություն ըլլալուն, որուն ես քարոզիչ ու առաքյալ նշանակվեցա։ Ճշմարիտ կսեմ Քրիստոսով եւ սուտ չեմ խոսիր, հետանոսներուն վարդապետ եղա հավատքով ու ճշմարտությունով։ Արդ գուզեմ, որ այլ մարդիկ ամենտեղ աղոտ կնեն, սուրբ ցերկեր վերցնելով, առանց փարգության ու երկմտության։ Նույնպես ալ գիները վայելուչ հագուստով, ամոթխածությամբ եւ բարգեշտությամբ ինքզինքնին զարդարեն, ոչ թե հյուսվածքներով, կամ ոսկիով, կամ մարգարիտներով, կամ մեծածախ հանդերձներով, հաբա բարի գործերով, ինչպես կվայլե աստվածպաշտությունը հանցն արած գիներուն։ Գինը թող սորվի լրությամբ, ամենայն հնազանդությունով, բայց գնոջ հրաման չեմ դար սորվեցնելու, ոչ այլ մարդուն իշխելու, հաբա լուր գենալու։ Վասնզի առաջ Ադամ ստեղծվեցավ ու ետքը Եվան, եւ Ադամ չխաբվեցավ, հաբա գինը խաբվեցավ ու հանցանք կործեց։ Սակայն պիտի փրկվի անիկա որդեծունությամբ, եթե բարգեշտությունով գենան հավատքի եւ սիրո ու սրբության մեջ։ Քույրեր, դերեցես արադաբես օրհն է։ Այս հատվածը, որ ընթերցեցի, ներկա քրիստոնյա աշխարհի մեջ դարձած է վիճելի նյութ։ Կարելի է տեսնել եկեղեցիներ, որ իրար մե դարբերություն ունին հասկանալու, մեկնաբանելու, գիրարելու այս հատվածը։ Որովհետև գսեն թե ոմանք հոս հիշված բադվերը գնոջ մասին առնչված է օրվա մշակույթին, օրվա սովորություններուն, այսինքն մշակույթային ենթահող ունի։ Իսկ ոմանք ալ գսեն թե հոս հիշված բադվերները առնչված է աստվածաբանության հետ։ Հետևաբար վիճելի նյութ դարձած է։ Եվ այսպիսի բարականերուն ընդհանրապես ինձ գսեն, կամ ո է մեկ կարոզիչին, եղբայր, քու հագումդ ինչ է, դու որ գոմն ես, հիմա ես մշակույթային գողն եմ, թե աստվածաբանության գողն եմ։ Իմ համոզումովս, իմ հագումիս ձանր նժարը գգշրե, որ այստեղ հիշված բադվերը աստվածաբանական առնչություն ունի, թեև մշակույթային ալ անդեսելը հնարավոր չէ։ Թե աստվածաբանական է եւ թե մշակույթային է։ Ինչու այսպես գմտածեմ։ Որովհետև Հիսուս ամուսնության եւ ընտանիքի միության պահպանման համար, որովհետեւ ընտանիքը ապահով մնա, Հիսուս կործածեց Ադամի եւ Եվայի միությունը եւ անոր խորհուրդը, ինչպես հոս Պողոս առաքյալ Ադամ եւ Եվան կործածը։ Երկուքը
մեկ մարմին։ Երկուքը մեկի մեջ, դեր եւ դիգին մեկ մարմին։ Քրիստոս ասկի շեշտադրե, այսինքն մեկ գլուխ եւ ոչ թե երկու գլուխ։ Նույնպես ալ Պողոս առաքյալ եկեղեցվո պահպանության եւ միության համար հոս օրինակ կգործածե Աթամին եւ Եվային։ Այս ասեմ Աթամը եւ Եվան իրար մեջ դարբեր ֆիզիկական եւ դարբեր բարդականություններ ունենալու էին։ Հարգավոր էր որ Աթամ եւ Եվա իրար մեջ դարբեր ըլլային, դարբերությունը պիտի ըլլար։ Թե ոչ այսօրվա դքեղ միասերականության պատկերը գլար եւ Աստուծո ընտանիքը գծախողվեր, Աստուծո ծրագիրը ընտանիքի մասին ցախողված գլար։ Այսինքն եթե արու եւ էկ չլար ընտանիք հասկացողությունը գոյություն պիտի չունենար։ Գլուխը դեսեք գարիկ ունի մարմինի, մարմինը գարիկ ունի գլուխի։ Հուսամ պատկամս հասանելի է, դեր եւ դիգինի մասին ենք մենք խոսում։ Եվ այդպիսով սիրելիներ կգազմվի միությունը։ Որբեսի վիճապանություններեն եւ շեղումներեն խուսափինք դարձյալ գգրկնեմ ինչ որ մի քանի շաբաթներ առաջ ասած եմ աստվածաշնչյան մեկ համարով նշված նյութի շուրջ մեկ ամբողջություն չենք տեսներ ցանկացած նյութ սուրբ Քիրքեն եթե մեկ համար վերցնենք այդ մեկ համարին վրա հիմնվելով վարդապետություն կազմելով մենք հաջողություն չենք գտներ։ Օրինակ, որ ճիշտ աստեղից սկսած է մոլար վարդապետությունները։ Հիսուս ասեց, ես որդի մարդո։ Եթե մենք այս համարին նայենք, Հիսուս մարդ է։ Եվ այդ նամակը, որ եղբայրը գարտած, երկրորդ, երրորդ ընդհանրական Հովանու նամակը, թեման ճիշտ այս է։ Եվ արիթոմը ասավ Հիսուս, ես ու հայրը մեկ ենք։ Հիսուս որդի մարդո, Հիսուս որդի Աստուծո։ Հագասություն է ոչ, հաբա սիրելիներ մենք պիտի ըսկուշանանք, որ չլա թե մեկ համարի վրա վարդապետություն հիմնենք։ Տեսեք, Աստվածաշունչը մեկ համար չէ։ Աստվածաշունչը մեկ ամբողջություն է։ Ցանկացած նյութ, հավատք, սեր, ծառայություն, ցանկացած նյութ մենք սերդելու ենք եւ թիդելու ենք լման Աստվածաշունչի մեջ։ Եվ ոչ թե մեկ համարը վերցնենք եւ այդ համարին վրա հիմնվենք։ Հիմա ասեմ ցեզի, Պողոս առաքյալ ինչու այս ուղերձը գրեց եւ գրգեց Դիմետրիոսին։ Երկու նամակներ են, անշուշտ առաջին հերթին առաջին նամակը գրված էր։ Ինչ էր Պողոս առաքյալի միտքը, մտահոգությունը, նպատակը, փափակը Դիմետրիոսի առնչված։ Դիմետրիոսի նամակին փանալի համարը հիմնական խոսքը, որում վրա մենք կտեսնենք կազմված է Դիմետրիոսի ամբողջ նամակը, մեզի կուկա առաջին Դիմետրիոսի 3-րդ գլխուն 14-րդ եւ 15-րդ համարը։ Տեսեք առաքյալը Դիմետրիոսին ինչ կսե։ Այս բաները գկրեմ քեզի, թեև գուսամ մոդերս քեզի կալ, որպես եթե ուշանամ գիտնաս թե ինչպես պետք է Աստուծո դանը մեջ բդդիս, որ գենթանի Աստուծո եկեղեցին է ճշմարտության սյուն ու հաստատություն։ Որովհետև Դիմետրիոսը Եփեսոսի եկեղեցու հովիվն էր, ինչպես պիտի գարավարեր, ինչպիսի գարույց, ինչպիսի գարկ կանոն պիտի ունենար եկեղեցին, Պողոս առաքյալ այս նամակը իրեն գրեց։
Առաջին թարու եկեղեցիները հիմնվեցան իրենց եկեղեցվո ներքին կանոնակրության եւ ներքին գազմագերբյան եւ ներքին վարչական եւ ներքին ծառայություններ ու փաշխումը որոշելու Դիմետրիոսի նամակին վրա։ Շատ կարևոր է սիրելիներ, մենք որպես հավատացյալներ, հանցինս հովիվ, երեց եղբայրներ, երեց քույրեր, երդասարտներ, որ մենք լավ ճանչնանք թե Դիմետրիոսի նամակի մեջ մեզի ինչ պատվեր կա, որպեսզի պահպանվի եկեղեցվո միությունը։ Այս ուղերձը աստվածաշնչյան հիմնական երկու նամակներեն մեկն է՝ Դիմետրիոս եւ Դիդոս, որ կոչվի հովվական նամակ, որպեսզի հովիվը գիտնա ինչպես պիտի կառավարե Աստուծո եկեղեցին, որ ճշմարտության սյուն է եւ հաստատուն է։ Ներքին ծառայությունները ինչպես է լալու է, արտաքին ծառայությունները ինչպես է լալու է, բարդականությունները ինչ է լալու է, եւ մենք այս նամակի մեջ բավական բաժին կգտնենք, ուր Պողոս առաքյալ հատկացուցած է քույրերուն։ Եվ որովհետև այսօր մենք կնշենք եւ իսրդե կշնորհավորենք մեր քույրերուն դոնը իրենց բադիվ ընելով, այսօր պիտի նայենք Դիմետրիոսի ուղված նամակին, հadouk այն բադվերներուն, որ ուղված է գնոջ, ըլլա անոնք եկեղեցվո մեջ, ըլլա անոնք եկեղեցի են դուրս։ Այսինքն քույրեր, դուք բարդականություն ունիք եկեղեցվո մեջ եւ բարդականություն ունիք դան մեջ եւ բարդականություն ունիք աշխարհի մեջ։ Եվ ասենք մենք բոլորը կտեսնենք։ Եկեք մտնենք նյութի մեջ քայլ առ քայլ։ Դերը սրտիս վրա թրած է, աս արդահայտությունը փոխանցեմ ցեզի։ Երկրորդ գլխուն առաջին համար այսպես կսկսի։ Արդ կաղաչեմ ամեն բանը առաջ աղոտ կնել, խնդրել, աղաչել, գոհություն մատուցանել բոլոր մարդոց համար, մանավանդ թագավորներուն եւ իշխաններուն համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք գադարյալ աստվածպաշտությունով ու բարգեշտությունով։ Եկեք սիրելիներ, բահմը մտածմունքիս հետևեցեք։ Այս համարը մենք գարտացինք եւ ամիջապես անցանք երրորդ գլուխ։ Մնացածը չշարունակեցինք։ Այս երկու համարներում մեջ ինչ կտեսնենք, կսե արդ կուզեմ, որ ամեն մարդ խոսքը որու է, եղբայրներուն թե քույրերուն, թե երկուսին։ Եթե ինձ գարցնես խոսքը եղբայրներուն եւ քույրերուն է, որտեղ նամակը գրվի եկեղեցին։ Եղբայրներ եւ քույրեր Պողոս առաքյալ գաղաչը եղբայրներն եւ քույրերեն, որ աղոտ կնեն։ Քույրերը աղոտ կնեն, գնեն։ Քույրերը պետք է աղոտ կնեն, պետք է աղոտ կնեն։ Աղաչանք, գոհություն, փառաբանություն բարձրացնելու Աստուծո։ Եվ ամիջապես անցնենք երրորդ գլխուն առաջին համարին։ Արդ անոր եպիսկոպոսության գծանգա, աղեք կորզի գծանգա։ Ուստի եպիսկոպոսը պետք է անարադը լա մեկ կնոջ այր եւ հատկանիշները։ Ինչ բաց թողում կունենանք։ Եթե մնացյալ հատվածը ասպես կները դերը թողները բահմը չնչենք։ Ոնց որ սուրբ քիրքի մեջ չի գա։ Մենք սիրելիներ շատ լուրջ բաց թողում կունենանք այդ բաժինը, որ երկրորդ գլխուն առաջին եւ երկրորդ համարներեն յետքը մենք ունենք։ Գրնա լալ որ ասենք դերևս փաստողում չենք ունենար, բայց սիրելիներ շատ անհրաժեշտ է, որ մենք ճանչնանք մեզ մեր յուրաքանչյուրս մեր թերը եւ մեր բարդականությունը եկեղեցվո մեջ։ Որպեսզի շատ չերգարեմ, պիտի անդրադառնամ թե Պողոս առաքյալ իր Դիմոթեոսուհիներուն, իր քույրերուն ինչ պատվեր գուտա եւ ինչպիսի բարեր շեշտադրած է
Օրինակ, Պողոս Արաքյալի հովվական նամակի մեջ շեշտադրված է երկու բառ՝ աստվածապաշտություն եւ բարգեշտություն։ Ասոնք Պողոս Արաքյալին համար ծանր կգիշրեր աստվածապաշտ։ Ինչ կնշանակե Աստուծո հանդեպ մեր բարդականությունները կատարող։ Բարգեշտ կնշանակե մեր փոխ հարաբերությունը իրարու հանդեպ ամենայն բարգեշտությունով, ամենայն ըսկուշությունով, հարկանոք։ Եվ հիմա մենք 3 բառեր վեր պիտի առնենք։ Անշուշտ ավելի է, բայց հիմնական 3-ը որբեսի ժամեր չկարոզեմ։ Առաջինը Պողոս Արաքյալ կխնդրե քույրերեն վայելչություն։ Բրիսկե ասամարը վերջը պիտի շենք։ Վայելչություն եկեղեցվո մեջ եւ աշխարհի մեջ։ Ինչ կնշանակե վայելչություն կամ վայելուչ դիգին։ Վայելչությունը սիրելիներ խորունկ գիտակցություն է, թե տուն ով ես եւ կամ տուն որու կներկայացնես եւ թե տուն ուր կգտնվիս եւ որու հետ կհաղորդակցիս։ Վայելչության մեջ այս բոլորը ընդգրկված է։ Զոր օրինակ, ով ես տուն, երբ կներկայանաս բարձրաստիճան պաշտոն ունեցող անձին։ Ինչպես կներկայանաս։ Քո հակվածքը, քո արտաքինը ինչպիսին լինելու է։ Մեկ հատ պոլիտիկի աշխարհին նայեցեք եւ հոն ինչ կտեսնեք։ Շատ արագ օրինակ մտամ։ Ուկրաինայի նախագահ Սպիտակ տունը այցելեց եւ հոն վիճապանություն ցակավ, որտեւ կոստյում չէր հագած։ Եվ իրենք ասին տուն երկու բան անարգեցիր։ Սպիտակ տունը եւ նախագահը, որովհետեւ ոնց որ սովորական հագուստով գնաց, կոստյում չէր հագած։ Եվ ինքնաբաշխանության համար ասավ թե իմ երկիրը ժողովուրդս պատերազմի մեջ է, ես պատերազմեն եկած եմ։ Հիմա պաշտոնական հակվելու առիթը չէ։ Բայց ասին դա բան չի խանգարեր։ Տուն Սպիտակ տուն եկած ես, քիչիր ուր եկած ես։ Եվ որու հետ ես տեսակցելու։ Ոչ թե Թրամփ որպես անձ, Թրամփ որպես Ամերիկայի նախագահ։ Ասին պետք էր որ դու կոստյում հագնեիր։ Եվ արդեն անդոր պատճառով ուրիշ վիճապանություններ ցակեցավ։ Այսինքն դու ով ես, ուր ես, ինչ կներկայացնես, որու դիմաց կանգնած ես։ Եվ այդպիսի բարականերուն վայելչությունը իր աստեցությունը ունի։ Վայելուչ հագուստը սիրելիներ ունի իր աստեցությունը ու քու հանգամանքդ։ Վայելուչ հագուստը քու պատկանելիությունդ եւ քու գրած պատասխանատվությունդ եւ բարդականությունդ ու բադիվդ է։ Այսօր աշխարհի վրա շատ մասնակցություններ գճանցվին իրենց հագուստով։ Գիտեք, եթե դիգին ճանապարհին գկալե, օքեյ։ Բայց եթե ինքը ոստիգանի հագուստ հագված է, ուրեմն ինքը բարդասխանատվության, բարդականության մեջ է, ուրեմն այդ հագուստը իրեն շնորհված է, արի բադիվ իր բարդասխանատվության, եւ այն ժամանակ ինքը գունենա իր աստեցությունը, ինչու որովհետև Բաշտոնի մեջ է եւ այդ հագուստը կներկայացնե իր բաշտոնը։ Յուրաքանչյուր կին իր տան մեջ ազատ է։ Սակայն գինը եկեղեցվո մեջ նախ գիտակցելու է, որ ինքը սուրբերու ժողովին մեջ կգտնվի։ Աստուծո եկեղեցվո մեջ կգտնվի։ Ի հարկանք մեր Տիրոջ եւ եկեղեցվո հանգամանքին ու բաշտամունքին։ Անոր համար Արաքյալը գխնդրե վայելչություն։ Իսկ եկեղեցվո դուրս, երբ մենք մարդոց հանդիպինք սիրելիներ,
Հոս ռուսական օրինակ մը պիտի կործածեմ, որ շատ դուրս եկած է։ Երբ եկեղեցի են դուրս մենք մարդոց կհանդիպինք, մարդիկ մեզ գթիմավորեն իրենց աչքերով, ինչ կտեսնեն։ Եվ ապա մեզի կջանաբարեն իրենց մտքով։ Երբ կտեսնեն մեր խոսակցությունը, մեր վարմունքը, ադե որ աստեցություն գցկե։ Սիրելիներ, մեր գոչումն է, որ մենք մարդոց ներկայացնենք մեր փրկիչը։ Արաքյալը գսե մենք տեսպաններ ենք, մենք տեսպանություն գնենք։ Տեսպանը թագավորին խոսքը կփոխանցե։ Տեսպանը թագավորին ծրագիրները կներկայացնե իր գտնված երկրին մեջ։ Մենք կներկայացնենք մեր փրկիչը։ Եվ հիմա սիրելիներ գուզեմ ցեզի մի բան ասել, որ այսօրվա իմ պատկամիս երկու նպատակներ են մեկն է։ Ես իմ պատկամիս մեջ այսօր հասնելիք երկու տեղ ունիմ։ Առաջինը ասեմ ցեզի։ Հին ուխտի մեջ գա օրենք։ Ճիշտ է, սխալ է։ Արդոնված է, արգելված է։ Ամեն ինչ հին ուխտի մեջ օրենքով գչապվի։ Իսկ նոր ուխտի մեջ գա նվիրում։ Շատ բան կփոխվի։ Շատ բան կփոխվի։ Եվ ճիշտ հոս է, որ խնդիրը ստեղծվեցավ առաջին տարու մեջ։ Հրեաները ասին մենք օրենք ունենք, մեզի օրենքը այսպես կսե։ Գիտեք դանոսները ինչ ասեցին։ Մենք հրյա չենք։ Մենք բարդավոր չենք ձեր օրենքին հետևելու։ Հաբա ասեցին մենք կհետևենք Հիսուսին։ Մենք կհետևենք նոր ուխտին։ Նոր ուխտը մեզի ինչ կսե։ Հին ուխտը կխոսի օրենքի մասին։ Քիչ մթյուրացնեմ։ Գիներուն հագուստը լինելու է մինչև հոս արմուգը թե ուսը։ Մենք կուզենք չափ, մենք կուզենք թիվ, բայց Պողոս Արաքյալ գսե վայելուչ։ Ինչու մենք չափ թիվ կուզենք, որպեսզի գիտնանք ճիշտ ենք, սխալ ենք։ Գուկային Հալեբի մեջ ինձի կհարցնեին, ասին չխմեմ, արդոնված է, արգելված է, ճիշտ է, սխալ է, ինչ կսես։ Բայց Հիսուս կսե, եթե մեկը իմ ետևես կարգուզե, ես սեզի օրենք չեմ բարդատրեր, օրենքը բարդատրանք է սիրելիներ, երբ դու ավտո վարում ես, բարդավոր ես երթևեկության օրենքը բայելու, թե ոչ կու դու կանվիս, կամ ալ ավտո մի կշեր, եթե պիտի կշես, պիտի բահես օրենքը, օրենքը բարդատրանք է, թուն օրենքեն ազատ չես, եթե օրենքի մեջ ես, բայց Հիսուս ինչ կսե, եթե մեկը իմ ետևես կարգուզե, սիրում ես ինձ, ընդունում ես ինձ, ճանաչում ես ինձ, ուզում ես իմ ետևես կար, եթե ուզում ես, եթե, արի, բայց իմացիր, որ խաչդ վերցնելու ես, անցդ ուրանալու ես, ուրեմն սիրելիներ քրիստոնեությունը մեզ կգանչե նվիրումի, որովհետև ինչ որ օրենք է փեր է, որովհետև ինչ որ օրենք է մենք խուսափիլ գուզենք, բայց ինչ որ նվիրում է, դա քու սերդ է, դա քու հաճույքը է, դա քեզի համար օրհնություն է, դա քեզի համար գոչում է, նպատակ ունի։ Անոր համար Քրիստոս գսե, եթե ուզում ես գալ իմ ետևես եկուր, եւ այսօրվա իմ պատկամիս առաջին շեշտադրված գեդը հետեւյալն է։ Հին ուխտը իր ժողովուրդեն կբահանչե օրենք, իսկ նոր ուխտը եկեղեցվո անդամներեն կբահանչե նվիրում։ Թերևս դուք ինձանից ամաչելով մի բան կանեք եւ մի բան չեք անել, բայց օր մի ես կտեսնեմ, որ դուք ազատ եք, գնացել եք Ամերիկա, դա դուք չեք կիրառու։ Եվ ես օր հանգարց Ամերիկա կամ գսեմ քույրս էսի ինչա, դու ագասես ազատ եմ։ Բայց նվիրումը ուրիշ բան է, ասի իրականություն է, բադահեր է։ Չեմ ուզում շատ մանրաբացնել։
Սիրելիներ, մեր նվիրումը գվգայե մեր Փրկին Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած սերը։ Մենք ինչպես կսիրենք Քրիստոսը, այնպես իրեն նվիրված կապրենք։ Հիմա եկեք այս համարը գիներ գուզեմ, որ վայելուչ հագուստով լինեն եկեղեցու մեջ, համեմատենք Առաջի Դիմետրիոսի 4-րդ գլխուն 13-րդ համարին հետ։ Տեսեք Դիմետրիոս ինչ Արաքյալը Դիմետրիոսին ինչ կսե։ Չլա որ մեկը քու երդասարտությունդ անարգ է, ինք երդասարտ հովիվ էր։ Հաբատուն օրինակ եղիր հավատացյալներուն խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ։ Վայելչություն ինչ կնշանակե օրինակ լալ։ Օրինակ լալ սիրով, օրինակ լալ խոսքով, հավատքով, օրինակ լալ վարմունքով եւ մաքրությամբ։ Համեմատություն։ Այս է սիրելիներ քրիստոնեական վայելչությունը։ Երկրորդ Բողոս Արաքյալ գխնդրե քույրերեն լուր մնալ եկեղեցու մեջ։ Ինչ կսե, թող գինը թող սորվի լրությամբ, ամենայն հնազանդությունով։ Այս համարի մեջ կա աստվածաբանություն եւ մշակույթ։ Երկուսը ներկա է։ Գա հնազանդություն եւ սորվիլ քույրը եկեղեցու մեջ, գա լրություն եկեղեցու մեջ։ Շատ արդյունք չի աս համարը մեկնել, բայց պիտի չի խորանամ, ամենայն բարձրությամբ պիտի ներկայացնեմ։ Գնոջ լրության բդուղը եկեղեցու մեջ խաղաղություն է։ Գնոջ լրությունը խաղաղության բդուղ կտա եւ միություն եկեղեցու մեջ։ Գնոջ լրության բդուղն է հոգևոր աճում եւ աստեցիկ վկայություն նամանավան նորահավատներուն մեջ։ Սիրելիներ, Աստված կսե իմ հոդս, մենք նոր գդագարանի մեջ շատ կանտիբինք ոչխարներու հոդին, Իսուս կսե ես եմ բարի հովիվ։ Ոչխարները խասիաթ ունին, սովորություն ունին, որ իրենք իրար գնային, իրար հետևից կերտա, մանավանդ երբ հոդը մեծ է։ Եթե մեկը մոլորվի, քանի հատ իր հետ կմոլորվի։ Հովիվին կորզը զգուշացնել է, այսինքն, երբ մարդիկ եկեղեցի կան, հոս Հիսուս չեն տեսներ, բայց մեզի կտեսնեն։ Եվ ինչ կտեսնեն։ Ասիկա շատ կարևոր է սիրելիներ։ Գնոջ լրությունը, եկեղեցու միությունը, խաղաղությունը կպաշտպանե եւ բարի աստեցիկ վկայություն կունենա։ Գսե գնոջ հրաման չեմ դարսորվեցնելու, հոս խոսքը վերապերվում է եկեղեցու։ Եվ անշուշտ ասիկա ներկայիս վիճելի նյութ է։ Մի քանի օրինակներ ներկայացնեմ Սուրբ Գիրքեն։ Մովսես առանցին էր եւ իր ծառայության մեջ շատ կհոգներ։ Հոթոր իր աները սա պիտի սպարիս։ Քեզի սա օգնականներ ընտրե։ Դերը վավերացուց ասխորուրդը։ Մովսես իրեն օգնականներ ընտրեց, որոնք բոլորը այր մարդիկ էին։ Ճիշտ է ունենալու էին իրենց հատկանիշները, ոչ ակահը լալու չէին, հավատարիմ լինելու էին, ճշմարտության մեջ կենալու էին, բայց անոնք ընտրվեցան այր մարդերը։ Մենք նոր գդագարանի մեջ սիրելիներ չենք տեսներ գին հովիվներ։ Եկեղեցու հովիվ գին մենք նոր գդագարանի մենք չենք տեսներ։ Մենք կտեսնենք գին սարգավակուհիներ, որոնք ունին այն յուրահատուկ ծառայությունը, որ տղամարդիկ չեն գրնարնել։ Անշուշտ այս վիճապանությունը աստվածաբանական քոլեջում շատ կլար։ Մի օր մեր տասախոսին հարց տվի, որովհետև գդրուկ կմերժեին։ Ասի մի մուսլիման գին
ապաշխարեց։ Կարելի է։ Ասեց այո։ Եվ քույրերը սկսան իրեն խնամք տանել։ Եղբայրը գրնա մուսլիման քրոջ հոգևորապես օգնել։ Ամուսինը հազիվ մազաչափան ըսկա գամուսնալուց է իրեն։ Հիմա ասի ասկինը, ասքույրը մուսլիման հաղորդություն պիտի առնե եւ հաղորդություն ով պիտի տանի իրեն։ Ասի քույրը պիտի տանի։ Անալքախնի, ասի համացայն ես։ Քույրը հաղորդություն տանի եւ իրարու հետ կիսվեն։ Գներեք, ինձ is a good question, հետո եւ լավ հարցում տվեցի։ Պատասխան դուր, good question։ Ուր է good answer, ուր է լավ պատասխան։ Չի պատասխանեց։ Հիմա սպարտականությունը քույրերը գրնան անել։ Ինչու չնեն եկեղեցու արդոնությամբ։ Կան ծառայություններ, որ եղբայրներուն չէ անիգա։ Եղբայրներուն չէ։ Եվ անոնք կգոչվին եկեղեցու սարգսակուհիները։ Անշուշտ ունեն եկեղեցու հստակ ուղղորդումով։ Եկեք դեր եւ դիգինի նայենք։ Տղամարդը ունի իր գոչումը, իր բարդականությունը, գինը ունի իր գոչումը եւ բարդականությունը։ Գնոջ ըրածը դղամարդը չի գրնարնել, չի գա չէ դրված։ Դղամարդը զավակ չի գրնար բերել։ Փամը գա որ Աստված դված է քույրերուն, փամը գա որ Աստված դված է այլ մարդոց, ինչու միության համար, շինության համար։ Եվ երրորդ բառը որ Արաքյալը գխոսի, գսե գնոջ հրաման չեմ դար իշխել ստեղծագործության գարկով եկեք սիրելիներ այսպես շատ բարձ եւ մանկական աչքերով դիտենք Հիսուսը ասավ եթե աստղոց պես չլակ երեխաներու պես չլակ եթե երեխայի պես չհավատաս դու գտնես փարթություններու մեջ հանելուկներու արեղծվածներու մեջ որոնցից դուրս չես կարակալ մենք բաներգա որ սիրելիներ որ քիդությունով չենք կրնար լուծել դա գլուծենք հավատքով հավատ հնազանդություն աստուծո խոսքին ստեղծագործության գարկով առաջ աթամ ստեղծվեցավ այսինքն դան երեցը մարդն է նույնպես ալ Քրիստոսի ընտանիքի պատասխանատվությունը դրված է մարդուն Եվ առաջ ինք գերավ արկիլված բդուղեն, ուշատիր լինենք սիրելիներ, Արաքյալն ագս է, առաջ աթամ խապեցավ և հանցանք կործեց, արեմության տարկմանության մեջ, և բդուղեն գերավ և հանցանք կործեց, Աստված ինչպես ներգայացավ, Աստված ինչպես ներգայացավ, Դերը աթամեն հաշիվ բանջեց։ Աթամ որպես մարդ ինքզին կարտարածու, չէ առաջ կինս գերավ, ասված ասավ, ինչու գերար։ Աթամ գերավ, Եվան գերավ, ասված աթամեն հաշիվ բանջեց։ Ոնց որ աթամ թերացած էր, իր դիկնոջ դեր ըլլալու մեջ։ Ինչու ասված աթամեն հաշիվ բանջեց։ Որտեղ մարդը առաջ ինքը իր պատասխանատվության մեջ թերացած էր։ Այլ մարդը ունի իր պատասխանատվությունը եւ բարդականությունը, գինը ունի իր բարդականությունը եւ պատասխանատվությունը։ Լուրջ է սիրելիներ, բայց եւ այնպես բարձ է։ Լուրջ է, բայց եւ այնպես սուրբ է, աստվածային բադվիրան է։ Մեկ մարմնի մեջ երկու գլուխ չի կործեր։ Քիչ ավելի հստակացնեմ։ Հիսուս իր հորը գամքին ենթարկվեցավ։ Երկրի վրա։ Շատ հստակ։ Երբ եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին եւ գիներ
իրենց եկնավոր հորը գամքին ենթարկվին, հոն կհաստատվի միությունը։ Հոն ուր միություն եւ միապանություն կա, հոն հաստատված է օրհնությունը։ Ես այսօր շատ կուզեի ցեզի խոսել, թե Եփեսոսի եկեղեցին ինչպես հիմնվեցավ։ Բայց նկատի արի, թե բավական պատկամս գերգարի։ Այսօր շատ թյուրին է, որ մենք կսենք, որքան բարի ու որքան վայելու չէ, որ եղբայրներ իրարու հետ միապանությամբ բնագին։ Մենք ասիկա գսենք, բայց արդյոք ամեն միապանություն իրոք միապանություն է։ Խոսքս ինչին է առնչված։ Իրար մեկը բաժնվին, ամեն մեկը զատ իր քուլխուն գերտա, վեճ Սամոս 133-ը կգարտան եւ գսեն, որ չապարի, որ չապայելու չէ։ Եփեսոսի եկեղեցին Բողոս հիմնեց, մեջերնին ծառայեց, եկեղեցիվո մեջ երեցներ գարկեց, հովիվ նշանակեց, ետքը սկսավ հետևիլ եւ անոնց ուղերձ կրել։ Եկեղեցին հոն է ուր ունի իր եպիսկոպոսները, ուր ունի իր հիմնադիր առաքյալները, Աստուծո կողմանը նշանակված, ուր ունի իր դեսուչները։ Շատ կարևոր է, որպես եկեղեցին լինի Աստուծո կամքին համաձայն, եկեղեցին լինի Աստուծո պատվիրաններուն համեմատ։ Փնությունն ալ մեզի գսորվեցնե, թե սիրելիներ, գնոջ վայելչության բսագը, ուր այսօրվա մեր նվերներում մեջ այս տարի այս նշանապանը տրինք, գնոջ վայելչության բսագը իր հնազանդությունն է Քրիստոսի։ Քրիստոսի հնազանդող գինը արդեն հնազանդ է Քրիստոսի եկեղեցու։ Եվ կսկսեմ ամփոփել եւ վերջին հատվածը ցեզի ներկայացնել։ Սիրելիներ, Հիսուս գիները չցերնատրեց։ Ոչ ալ գնոջ արդոնություն դրված է դղա մարդոց վրա ցերնատրություն ընելու։ Ասոնք կխոսին դուք ուշ կամ գանուխ այսպես եւ այնպես վաղը գտեսնեք եւ արդեն տեսածեք։ Գիներուն ցերնատրվիլը եւ գիներուն դղա մարդոց ցերնատրելը մենք ասիգա սիրելիներ նոր գդագարանի մեջ Քրիստոսի ավետարանի մեջ չենք տեսներ։ Ամենալուրջ կետը ասե։ Եվ հիմա պիտի նայենք այն վսեմ բարդականություններուն, որ գիները ունին եկեղեցվո մեջ եւ եկեղեցվո դուրս պիտի մնամ միան Դիմետրիոսի ձիրին մեջ։ Միան։ Հիմա ինչ որ պիտի ասեմ, բոլորը հղում ըրածեմ Դիմետրիոսի նամակեն։ Սարգավակներուն գիները իրենց ամուսիններուն հետ ներգրավված են այցելություն ընելու։ Առաջի Դիմետրիոս 3-րդ գլխին։ Այցելության ընթացքին գիները զգուշություն ընելու են իրենց լեզվին, որ չլատ է երկ լեզու ըլլան, չարախոս կամ փամփասող ըլլան։ Այցելության ընթացքին գինը շատ բան գրնա լսել, գինը շատ բան գրնա խոսիլ։ Եվ բնական է, որ այցելության բահուն շատ վայելու չէ, որ եղբորդ իր դիգինը ըլլա։ Եվ առաքյալը գսե, որ գիները զգուշություն ունեն իրենց լեզվին։ Երեց քույրերը, տարիքով եւ նվիրումով երեց քույրերը խրադելու են նորահասակ գիներուն։ Խոսքը տեսնենք բարդականությունը, որ եկեղեցի են դուրս։ Երեց քույրերը խրադելու են, ուղղորդելու են, օգնելու են նորահասակ գիներուն։ Գիները դնաշեն ըլլալու են։ Դնաշեն գիները նաև գշենցնեն իրենց եկեղեցին։ Որ մը պատկամ գուդայի եվսի
մեր խումբի մեջ քույրեր կան, որոնք չգիտեն, որ եկեղեցու յետևը խոհանոց կա, ոնց որ միայն հյուր են։ Վերջը իհայտ կուկա, որ իրենք գներեք քույրեր, իրենք իրենց դան մեջ դանդիգին չեն, ոնց եկեղեցու մեջ դանդիգին լինելու են։ Աս ցույց կուտա գնոջ գապվածությունը իր դան, ցույց կուտա իր աշխատասիրությունը։ Անոր մեջնալ թասեր կան, որ դան անդամները կտեսնեն եւ կսորվին։ Եվ մենք կտեսնենք Տիմոթեոսի նամակի մեջ որբևարի քույրեր։ Հիմա 5-րդ գլխու մեջն ենք։ Եկեղեցին կունենա որբևարիներ, եկեղեցին կունենա 3 տարիքով 3 որբևարիներ։ Եվ առաքյալը կպատվիրե Տիմոթեոսին, որ նվիրյալ որբևարին թող որբևարիի գարկ սեպվի եւ եկեղեցին իրեն հոգ տանի։ Ով է նվիրյալ որբևարին, ան որ իր զավակները մեծուցած է հավատքի մեջ, ան որ եկեղեցվո ծառայած է, ան որ սուրբերուն ոտքերը լվացած է։ Ես այս համարին վրա շատ կեցած եւ շատ փնդրած եմ, որովհետեւ ինձի շատ կխոսի Քրիստոսի իր աշակերտներուն ոտքերը լվալը, ոտն լվայի պատկամը եւ ոտն լվայի խորուրդը։ Եվ մենք նոր գդագարանի մեջ սիրելիներ չենք տեսներ, որ առաքյալները իրենց մեջ յետքը Քրիստոսի հավատացողներուն ոտքերը լվացին, ինչպես որ այս օրերուն շատ մի եկեղեցիներու մեջ կա։ Բայց ինչպես կհասկացվի այդ դիգինները, որ սուրբերուն ոտքերը լվացած են, ինչպես կհասկացվի։ Ես կճանչնամ մի քույր, որ երբ ինքը դան մեջ ջաշ կսարքեր, մեկ ապսե իր թաղի մեջ կար մի բարավ գին եւ ուներ մի աղջիկ, որ հոգեգան խանգարում ուներ, այդ դիկնոջ ջաշ կուղարկեր։ Այս քույրը շաբաթը անգամը մի 3 քույր գունտուներ իր դունը, որպեսզի կա իր դան մեջ լողանա, որովհետև քվարտիլային մեջ ավելի հարմար էր եւ նախկին Հալեբի դուները լոկանքը բացություն էր, դժվար էր, ցուրտ էր։ Այս քույրը մեկն ու մեկը գնտուներ մի 3 քույր աչազուրկ, երկու աչքերը չեր տեսներ։ Կփերեր իր դունը 15 օր կբահեր, կգերագրեր, սեր կցուցաբերեր։ Այս քույրը եկեղեցու մեջ կար մի դարիքով մեծ քարոզի ծառայող եղբայր առանցին գաբրեր։ Տարիներ առաջ ժողովուրդը լվացքի մեքենա չուներ, ինքը աս եղբոր շորերը գլվար գարտուգեր։ Ես լսեցի մի քրոջ մասին, հավանաբար ասկարա չսած եմ Դամասկոսի մեջ, ամուսինը շատ բարձր օֆիսեր էր, բարձր աստիճան ուներ, եւ վիճակով նյութականով շատ հարուստ էին։ Եվ ինքը իր դան մեջ հավաքարար ուներ, իր դան մակրությունը ասան, արտուգը եւ այլն հավաքարարը գներ։ Բայց երբ եկեղեցու մակրության օրը լիներ եւ քույրերը կային, ինքը առաջի եկողն էր։ Կասեր ես իմ դունս մակրություն չեմ անում, բայց ասի Աստծո դունն է։ Կուքար եւ մակրություն գներ։ Սա ինչ աս օրինակները, որ ներկայացուցի սիրելիներ, սուրբերուն ոտքերը լվալ է։ Եթե մեկը մեկուն ոտքը լվա եւ ասե քնա եւ ինքը հացի գարիք ունի, խնամքի գարիք ունի, օգնության գարիք ունի, այդ ոտ լվալը ինչ իմաստ ունի։ Բայց երբ որ տուն իրեն գարիքին գարեգից կդառնաս, ոտ լվալը ինչ իմաստ ունի։ Դու իրեն օգնեցիր, դու իրեն հասկացար իր վիճակեն եւ ուզեցիր իրեն Քրիստոսի սիրույն մեջ բահել։ Այս է սիրելիներ գնոջ բարդականությունը։
Եվ Դիմեթրիոսի նամակի մեջ վերջինը ամենաուշակրավը, որ իմ սրտից խոսած է, եւ այսօր անոր համար պիտի աղոթենք։ Մենք այսօր միջոցառում չենք անելու, մենք այսօր եկած ենք պաշտամունքի։ Այս տարի մենք մեր այս դոնագադարությունը նվիրած ենք պաշտամունքի, նվիրած ենք Դիմեթրիոսու հիներուն։ Եվ Պողոս առաքյալ Դիմեթրիոսին գսե թե միտ կփերեմ գիհիշեմ, ով Դիմեթրիոս, քու մայրդ եւ նիգե, եւ քու մեծ մայրդ, արեմդահայրենի մեջ մեծ մայրը դադիկն է, Լավոթիա։ Այդ հավատքը որ գսե, թուն քու մորմետ եւ մեծ մորմետ ստացար։ Դիմեթրիոսը երկրորդ սերունդն է քրիստոնեության։ Անոր համար իր ծնողքը նվիրյալ հավատացյալ էին, հայրը հույներ, դուղուն անուն ընտրին Թիմոսիոս, հունարեն, Աստուծո բադիվ բերող։ Ուրեմն Դիմեթրիոսին մայրը եւ Դիմեթրիոսի մեծ մայրը դադիկը նախանցախնդրություն ունեին, որ իրենց զավակը Դիմեթրիոսը Աստուծո բադիվ բերե։ Անոր համար Թիմոսիոս կոչեցին եւ այդ շունչով, այդ հոգիով փաստիարակեցին եւ մեծուցին։ Դիմեթրիոսը Պողոս առաքյալին բդուղը չէ։ Դիմեթրիոսը դունին բդուղն է։ Մոր թաստիարակության, մոր հավատքին, մոր նվիրումին, մոր աղոթքին բդուղն է։ Եվ մենք հին ուխտի մեջ եկեք Դիմեթրիոսը պաղտադենք Սամվելի հետ։ Սամվելը հին ուխտին մեջ Աննային բդուղն է, Աննայի հավատքին, Աննայի աղոթքին բդուղն է։ Մենք Աննայի մասին բավական բան գիտենք, բայց եթե ճիշտ է, ցավոք սրտի, Սամվելի գնգան մասին բան չենք գիտեր։ Սամվելը Աստուծո բադիվ բերող է, Սամվելը իր մորը բադիվ բերող է։ Այնպիսի զավակը, այնպիսի նվիրումը ունեցավ, որ Սամվել գջանցվի հին ուխտի անփասիր, նվիրյալ, ոչ արձատասեր, արդարաթատ, ոչ արձատասեր, ուղիղ, որպես մարգարե եւ թադավոր, որովհետեւ ինքը ուներ Աննան, մայրը Աննան, որ զինքը ցերկ բերավ եւ իրեն պատրաստեց աղոթքով։ Այսօրվա պապակս այն է, որ այսօր մեր մայրերը, մեր քույրերը ունենան Դիմեթրիոսներ։ Գիտեք, սիրելիներ, օրերը շուտ կանցնի։ Վաղը գտենաք 4-5 տարին ինչպես անցած է։ Եվ այս բեմին վրա գտեսնեք դուք ձեր զավակները, ձեր թորնիկները, ինչպես Աստուծո գծարային։ Ես ոչ չեմ գեցած ինքս ուրիշ եկեղեցիներու հետ փախտadելու, ոչ այդ եկեղեցիները, որ գիներու նկատմամբ ինչպես կվարվին, ոչ բոլորը կացերը մեկ-մեկ աչքերովս տեսած եմ։ Երանի այն մոր, որ ունի մեկ Դիմեթրիոս։ Եթե մեր մայրերը այսօր մեկականա Դիմեթրիոս ունենան 4-5 տարի վերջը մենք աստեղ Դիմեթրիոսներու փանակ կունենանք։ Այդ գործը, որ քարոզիչը չի գրնարնել, այդ գործը, որ հովիվը չի գրնարնել, այդ գործը, որ սարգավակը չի գրնարնել, քույրեր, Աստված ցեզի վստահած է։ Մենք եղբայրմ ունենք շատ հադուկ, արթուն, ասպես սրամիտ միտք ունի։ Գսե մենք քույրերու քարոզի արիթ չենք տար, բայց հանցնած ենք իրենց երեխաները։ Հիմա այնցի գսե ըսե։ Երեխա պատրաստելը, երեխա գրտելը ավելի վեհ պատասխանատվություն է, թե փեմեն ելես, արույց կդրվիս եւ բոլ քարոզես։ Գան եղբայրներ, փեմին վրա արույց են։ Դեր օրտնե ամենուն, իմ նպատակս պապակս անիգա չէ սիրելիներ։ Սիրելի մայրեր, դուք այնպիսի վսեմ բարդականություն ունիք, այնպիսի վսեմ բարդականություն ունիք,
որ վաղվան օրը երբ դուք ձեր զավակները տեսնեք Դիմեթրիոսներ, ինչպես ձեր աշխատանքին բդուղը գվայելեք եւ ձեր աշխատանքը Աստուծո անունը կփառավորե։ Այս օրերուն ունենալ դիբար, բարգեշտ, հավատացյալ զավակ Դիմեթրիոսի մայրերը գսեն Դիմեթրիոս ունիմ, ինչ պիտնեմ հարստությունը։ Հարստություն ունիմ, Դիմեթրիոս չունիմ, ինչ պիտնեմ հարստությունը։ Ինչի գարժե։ Ինչի գարժե։ Եվ այս օրինակը սիրելիներ Պողոս առաքյալ դրած է Աստծո խոսքի մեջ, մեզի ցույց տալու մեր ամենամեծ եւ վսեմ բարդականություն։ Եվ մենք ասիկա հին ուխտի մեջ եւ նոր ուխտի մեջ կտեսնենք։ Դերը օրհնեց ես քույրեր, որբեսի լինեք լավոտյաներ Դիմեթրիոսի մոր անունը, լինեք Եվնիգե Դիմեթրիոսի մոր անունը, լինեք լավոտյա իրեն մեծ մորը անունը։ Դեր օրհնեց ես քույրեր, որբեսի դուք լինեք սարգավակուհիներ։ Դեր օրհնեց ես քույրեր, որբեսի դուք լինեք եկեղեցվո սուրբերուն ոտքերը լվացողներ։ Ասի խորհուրդ է սիրելիներ, անարկանք չէ։ Ասիկա Քրիստոսի սերն է, ինչպես եղբայրը գարտած դիգինին ուղված ուղերձը։ Այս պատվիրանը գուդամ ցեզի, մեկս մեկ սիրեցեք։ Եվ այսպես սիրելիներ Քրիստոսի եկեղեցին գմեզնա գաճի։